14 միլիարդ դոլարի վնաս է կրել Իսրայելը միայն այսօր Ռամադ Գանի ֆոնդային բորսայի շենքի հրթիռակոծությունից հետո, վստահեցնում են իրանական պետական լրատվամիջոցները։ Հսկայական բարձրարկ շենքի ապակիներն ու պատերը փշուր են եղել, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած Իսրայելը։ Իրանը մոտ 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրանական օդուժն այսօր կիրառել է երկաստիճան գերծանր բալիստիկ հրթիռ։ Տուժել է Իսրայելի բժշկական կենտրոնը, Բեերշևա քաղաքի Սորոկա հիվանդանոցը։ 65 մարդ է վիրավորվել, հիվանդանոցը մեծ վնաս է կրել։ Մի քանի թեթև վիրավորներ ունենք։ Ես կոնկրետ թիվ չեմ ասի, քանի որ ակնհայտ է, դեռ կարող է փոխվել։ Ես այստեղ ձեզ հետ կանգնած եմ, որ ամբողջ աշխարհը տեսնի, իրանական ռեժիմի թիրախում հիվանդանոցն է։ Վերջին 7 օրում 24 մարդ է մահացել Իսրայելում, վիրավորվել 838-ը, ավելի քան 5000 տարհանված կա։ Իսրայելական տարբեր քաղաքներում հզոր պայթյուններ են լսվել, իրանական լրատվամիջոցները գրում են, որ տասնյակ շենքեր են ավերվել։ Իռնագործակալությունը հայտնում է, որ Իրանի հարձակման հիմնական թիրախներն են Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության և հետախուզության շտաբները։ Հրթիռային հարձակումները կլինեն ռազմավարական և երկարատև։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զգուշացրել էր, որ դժոխքի դարպասները կբացվեն ձեր առաջ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի որոտացող հրթիռները թույլ չեն տա ձեզ 1 րոպե անգամ անցկացնել ձեր ստորգետնյա պաստարաններից դուրս։ Արդեն քանի օր է դուք արևի լույս չեք տեսել։ Վստահ եղեք, կարմիր տագնապի ձայնը 1 րոպե անգամ չի դադարելու։ Բայց իսրայելական հրթիռները չեն կարողացել խոցել Իրանի ստորգետնյա կառույցները։ Ռուսաստանի նախագահը վստահեցնում է, դրանց հետ ոչինչ էլ չեն եղել։ Վլադիմիր Պուտինը Իրան-Իսրայել հակամարտության լուծման իր պատկերացումներն է ներկայացրել։ Պետք է բոլոր կողմերի բազային շահերը հաշվի առնվեն։ Իսրայելը ստանա անվիճարկելի անվտանգություն։ Իրանը խաղաղ նպատակով միջուկային էներգիա ունենալու իրավունք։ Հարցի լուծման մեր առաջարկը ներկայացրել ենք Իրանին, Իսրայելին ու ԱՄՆ-ին։ Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրում։ Մոսկվան ավելի վաղ Թեհրանին առաջարկել էր աշխատել ՀՕՊ համակարգերի ոլորտում, սակայն այդ ժամանակ գործընկերները մեծ հետաքրքրություն չցուցաբերեցին։ Իսրայելի վարչապետը վստահեցնում է, որ ռազմական գործողությունների արդյունքում Իսրայելին հաջողվել է գրավել Իրանի միջուկային արխիվը։ Մենք վերահսկում ենք Թեհրանի երկինքը։ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել։ Մենք ի վիճակի ենք ամբողջությամբ վերացնել Իրանից բխող միջուկային սպառնալիքը։ Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել է, որ նախնական համաձայնություն է տվել հարվածելու Իրանի ռազմական ծրագրին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Հույս ունի, որ պատերազմին միջամտելու սպառնալիքով կկարողանա ստիպել Իրանին ընդունել Վաշինգտոնի պահանջները։ Ես պատկերացնում եմ ինչ անել, բայց վերջնական որոշում դեռ չեմ կայացրել։ Ես սիրում եմ վերջնական որոշում կայացնել 1 վայրկյան առաջ։ Գիտեք, որովհետև ամեն ինչ փոխվում է, հատկապես պատերազմում։ Իրանի հոգևոր առաջնորդը, որին ավելի վաղ սպառնացել էին սպանել Իսրայելն ու Միացյալ Նահանգները, զգուշացրել է Թրամփին չմիջամտել Իրան-Իսրայել պատերազմին։ Տեղեկություն կա, որ Իրանը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան 10 ռազմաբազա իր թիրախում է պահում։ Առավոտյան 7-ից ուժեղացվել են նաև Իրանի վրա գրոհները, օդային տագնապի ազդանշան է միացել մայրաքաղաք Թեհրանում։ Իրանում արդեն 639 մարդ է զոհվել, այդ թվում տասնյակ կանայք ու երեխաներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ հրաման են տվել ուժգնացնել Թեհրանում ռազմավարական և կառավարական թիրախների ուղղությամբ հարվածները։ Իսրայելը նաև հարձակվել է Իրանի Արաք քաղաքում գտնվող ծանր ջրի ռեակտորի տարածքի վրա։ Մեհր գործակալությունը վստահեցնում է, որ ռադիոակտիվ աղտոտման ռիսկեր չկան, սարքավորումները նախապես տեղափոխված են եղել։ Հրթիռակոծվել են նաև Քարաջ քաղաքը, Թեհրանում գտնվող ոստիկանության շենքը։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։